Ողջունեմ ձեզ բոլորդ մեր բաթվական փրկչին Տեր Հիսուս Քրիստոսի անունով սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի եկած եք Տերոջը դան եւ ներկայության մեջ։ Ուրախ ենք, որովհետեւ մեր հորը դունն ենք, չէ՞։ Եվ գիշեր ասկե երկու շաբաթներ առաջ էր ցեզ հետ խոսեցա եկեղեցու կարևորության մասին, որ այս հաստատությունը, այս ընկերությունը Հիսուս ինքը գարկեց, ինք շինեց։ Եվ մեզ բադվեր դվա որբեսի մենք բոլորս մեկտեղվինք։ Եվ այս կարևոր նյութը որ ցեզի հետ գիսվեցա, գխոսեի երկու քեղեցիկ օրինակներու մասին, որ Բոսարակյալ եկեղեցի մասին գխոսի, երկու քեղեցիկ օրինակներ։ Մեկը մարմնի օրինակը, ուր բոլորս որպես անդամներ իրար կմիանանք։ Իսկ երկրորդը որպես ընտանիք, ուր բոլորս եղբայրներ քույրեր ենք, մեկ հոր որդիներ։ Այս քեղեցիկ նյութը երբ ցեզ հետ գիսվեցա գիշեք մեր գրուպին վրանալ պոստերի, որբեսի անոնք որոնք ներկա չէին, լսեին եւ մտիգնեին։ Գազես այս նյութը դերը սրդիս վրա օր ավելի կծանրացնե եւ այսօր գուզեմ անոր մի ուրիշ երեսը խոսիլ։ Այսօր գուզեմ ցեզ հետ խոսիլ նույն նյութի մասին, բայց մի ուրիշ կարևոր ասենք ճշմարտությունը, որ գվերապերի եկեղեցին։ Եվ գարտամ ցեզի Բոսարակյալի նամակներեն Եփեսացիս նամակեն երկրորդ գլխուն 19-րդ համարեն պիտի գարտամ քանի համարներ։ Եփեսացիս երկրորդ գլխուն 19-րդ համարեն սկսյալ քանի համարներ։ Անուն հոր եւ որդվո եւ օգին սրբո ամեն։ Ուրեմն ալասկե հետո թուք օդար ու բանտուխ չեք։ Դարձիր հաջիս եղբորդ եւ կրոջս է թուն օդարական մչես, թուն բանտուխ մչես։ Հաբանայեցեք Աստված ինչ գսե քեզի համար։ Գսե հաբա սուրբերուն քաղաքացիները։ Սուրբերուն քաղաքացիները, քաղաքացիություն ունիս, որ ներգայիս սուրբերը ունին, որոնք Աստծո փառքին ներգայության առջև են եւ Աստծո ընտանիքը։ Հալելույա։ Արաքյալներուն ու մարգարեներուն հիման վրա շինված, որուն անգունին գլուխը ով եղավ Հիսուս Քրիստոսն է, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված գաջի սուրբ տաճար մգլա դերոճմով, որով դուգալ մեկտեղ գշնվիկ Աստծո բնակարան լալու սուրբ հոգիով։ Նաև գուզեմ ցեզի գարտալ Եփեսացիս նույն նամակին 4-րդ գլխուն 15-րդ եւ 16-րդ համարները։ Գսե հաբա սիրով ճշմարտության հետևելով ամեն բան անով աճեցնենք, որ գլուխ է, այսինքն Քրիստոս, որ մեր բոլոր մարմինը մեկտեղ կազմված եւ բոլոր հոդվածները իրարու հաղորդվելով, բոլոր հոդվածները եւ անդամները իրարու հաղորդվելով, գծված ամեն մեկ մասին չափով նորոգվելով, սիրով մարմին աճում գուտա իրեն շնությանը համար։ Դեր օրհներ խոսքը, հրամեցեք սիրելներ, հալելույա։ Հալելույա, փառք իր սուրբ անվանը։ Գիտեք, որպես անաժանապար հովիվ այս եկեղեցին, երբ այսպես երբեմն շուրջս եղող եկեղեցիներուն գնայիմ եւ թեփքերն ու գացությունները, իրավիճակները կտեսնեմ, շատ անգամ ցեզի անոնք մարդահարավեր կլան ինձի։ Այն իմաստով, որ ինչպես եկեղեցին ներկայիս իր անդամները, իր ժողովուրդը գրնա գերբոմ մցևոմ շահիլ եւ բահել։
Ինչպես այսօր եկեղեցին իր զավակները գշահի, ինչպես անոնք կուքան եւ գմիանան եկեղեցին։ Եվ երբ սիրելիներ Աստծո խոսքը կգարտամ եւ Աստծո խոսքին ուշադրություն սկուտամ։ Հստակ դեր այս օրերուն սրդիս վրա այս կարևոր խորհուրդը, այս կարևոր խոսքը գտներ։ Եկեղեցին ծննդյան մոտավորապես սիրելիներ 2000 տարիներ շատ մոդեցավ լալու։ Եթե 33 թվականը թիմավորենք եւ Հիսուս չկա եւ ցանկի մեջ լանք, եկեղեցին 2000-րդ դարեթարցը բիդելա։ Գիտեք, եկեղեցին Հիսուս հիմնեց, բայց փացումը Սուրբ Հոգին հրավ։ Երբ իջավ։ Եվ եկեղեցվո փացումը opening ceremony-ին Սուրբ Հոգին ինքը հանցն արավ։ Եվ մինչև այսօր այդ եկեղեցին, որ Հիսուս շինեց իր վրա, վեմի վրա, եւ Սուրբ Հոգին զանիգա հաստատեց եւ Սուրբ Հոգին զանիգա փացում ըրավ, գշարունակվի առաջին թարու աշակերտներն Հիսուս Քրիստոսի, որոնք արաքյալներ եղան, եւ հաջորդաբար գշարունակվի անոնցմե հաջորդ եկող ծերունդը, հաջող եկող ծերունդը, եւ եկեղեցին մինչև այսօր մեզի հասավ։ Աստվածաշունչին դված իշխանությունով։ Աստվածաշունչի դված իշխանությունով եկեղեցին մինչև այսօր գասնի, որտեղ արաքյալները ներկա չեն մեր կյանքին մեջ, աշակերտները մեր կյանքին մեջ ներկա չեն, բայց հաջորդաբար շարունակվեցավ եւ հասավ մեզի։ Գիտեք, ես աստեպքը ովևէ մեկը չեմ ասած, չեմ գիսված, բայց երբ ինձ համար հստակացավ, որ ես Ավստրալիա պիտկամ եւ հոգեվոր ծառայության համար այստեղ պիտի փոխադրվիմ, մեր եկեղեցու երեցը ավելի սեղբայր Էլեջյանն էր, շատ զորավոր հավատքի եւ աղոթքի դերանց։ Իրեն կացի եւսի հովիվսի դեր թուրը սպացավ եւ ես Ավստրալիա պիտի ճամփորդեմ։ Ասի գուզեմ, որ ինձ համար աղոթես եւ օրհնես ինձ։ Եվ ձունգեգա իր արջևը եւ ցեկը վրաստրավ եւ սկսավ աղոթելու, օրհնելու եւ օրհնության խոսք հրճակելու։ Այդ մեկը իմ երեցես, իմ հովիվես ինձի փոխանցվեցավ։ Եվ երբ որ եկա այս աստեղ եւ դերը թուրը բացաբոր այս եկեղեցին սկսին կհավատամ, որ Աստվածաշունչի դված իշխանությունով հաջորդաբար կշարունակվի այս կորձը, որ Հիսուս սկսավ առաջին թարու հավատացյալներուն կյանքի մեջ։ Հիմա հիմնական հարցումը ինչ է, գիտեք։ Այս հարցումը միշտ միտքս կսպարեցնի։ 2000 տարիներ առաջ Հիսուս եկեղեցին սկսավ եւ 2000 տարվա կյանք ունի։ Իր սկսած օրեն մինչև այսօր եկեղեցին նույն համոզումին, նույն հավատքին եւ նույն սկզբունքին վրա մնաց։ Թե ոչ։ Ժամանակի ընթացքին փոխվեցավ։ Ժամանակի ընթացքին սկսավ ուրիշ քույն առնել։ Ժամանակի ընթացքին աշխարհը եւ աշխարհային խաղապարները եւ մտածումները սկսան քալու եւ ներմուծելու եկեղեցին ներս։ Եվ եկեղեցին սկսավ գամած աշխարհի սկզբունքները որդեգրել։ Ինձ համար մեծակույն challenge այս է, քիչ առաջ որ գսեի ցեզի։ Դե արդյոք նոր կյանքը, որ հիմա մենք սկսած ենք եւ դերոջ շնորհքով 11 տարի է Աստծո շնորհքով կշարունակենք, արդյոք մենք նույնանման այն եկեղեցին ենք, ուր Հիսուս իր աշակերտներուն միջոցով սկսավ։ Մենք նույն արժեքները կբահենք, մենք նույն սկզբունքներուն մեջ ենք, նույն հավատքին մեջ կշարունակենք։ Կրնաս ասարցումը տունքու անցետալ հարցնել, որպես այս եկեղեցու հետևորդ անդամ, կրնաս ինքզինքիդ հարցնել, արդյոք մեր եկեղեցին գնմանի առաջին թարու եկեղեցին,
Գամ թե մենք թուրփացինք աշխարհին, թուրփացինք այս աբագանած աշխարհի խաղապարապանության եւ արիթը դվինք որ ներս մտնե։ Մեծակույն ասենք մարդահրավերը կյանքից մեջ ասիգա է, որ այս ինչ որ Աստվածը սկսավ, շարունակե մնալու այնպես ինչպես ինք սկսավ։ Եվ մենք չնայած այլ եկեղեցիներ ինչ բաներ կորթեքրեն, մենք որդեքրենք Աստվածաշունչի սկզբունքները։ Նոր կյանքը, այսպես ասեմ, հիմնված է Աստվածաշունչի ճշմարտության վրա։ Եվ այս խոսքը ուրիշ բան չէ, եթե վեմ, որուն անունը Հիսուս Քրիստոս է։ Մեր եկեղեցին հիմնված է Աստվածաշունչի վրա։ Եվ որովհետև Աստվածաշունչի վրա է, ցեզ հետ պիտի գիսվիմ, թե եթե Հիսուս այսօր ուզեր ասել, թե ով է եկեղեցին եւ ինչ բան է եկեղեցին, անոր մասին գուզեմ ցեզ հետ գիսվիլ։ Ինչ որ պետք է եկեղեցիմը ըլլա, ինչ պետք է ըլլա եկեղեցիմը, եթե այսօր Հիսուսի հարցնեինք։ Առաջին բանը որ գուզեմ ցեզ հետ գիսվիլ սիրելներ, որ եկեղեցին փրկության դուն է։ Եկեղեցին փրկության դուն է։ Ինչպես մենք հիվանդանոցներ ունենք եւ հիվանդանոցներում մեջ մեկ մասնաճյուղը մայրանոց է, ուր մայրեր գերտան եւ իրենց ցակուկները գծնանին եւ երբ այդ սեքշնը մտնես ամեն գոմեն երեխայից այն գլսեց լացեր գլսեց շատ մոդանցիալին այցելեցի մեր սիրելիները մեգումը մեր սխանամին թորնիկ μου ունեցավ եւ քացինք հազիվ մտանք այդ սեքշնը այս անգյունեն ցայն այդ անգյունեն քիդես որ մայրանոց մտավ եւ այդ շրջանը այդ մասը հիվանդանոցին հատկացված է որթե ծնության համար։ Գիտեք, եկեղեցին Հիսուս Քրիստոս իր դունը գոչեց որպես փրկության դուն։ Եվ լավագույն օրինակը ցեզի պիտի տամ։ Երբ Հիսուս իր առաքելության ընթացքին քյուր գջամփորտեր։ Հանգարց կսե Զաքյոս անունով գարջահասակ մանրահասակ անցմգար։ Որ գուզեր Հիսուսը տեսնել անպայման եւ որովհետեւ գարելություն չկար շուրջիները հսկա էին գահսկնամ իրեն արիտոմը ելույթի մկացել է եւ թիմացս նստողները երկուատ հսկա ամեն մեկը 195 սանտիմ եւ այս լայնքով էին գրեթե բանը չգրծատի դել մեկ աչ մեկ ցախ գահսկնամ երբ որ հսկաներ կան եւ թուն մանրահասակ ես անորոմար ծարին վրա ելավ այս մարդը խելացի մարդ էր եւ ծարին վրա ելավ երբ Հիսուս տեսավ իրեն ամիջապես մադը վրան τρավ եւ իջիր ասավ այսօր քեզի հետ դուն պիտի երթամ քեզի հետ պիտի ըլլամ երբ դուն կնաց եւ Զաքյոս սկսավ խոստովանելու, սկսավ հայտարարություններ անելու, որ այնինչ որ ուրիշներեն կողցագողոպտեցի պիտի վերադարձնեմ, չորաբադիկ պիտի հադուցանեմ։ Գիտեք Հիսուս հոնդեղ ինչ խոսք ասավ, ով գիտե ինչ ասավ Հիսուս։ Այսօր այս դան մեջ փրկություն եղավ։ Նայեք Հիսուսի համար շենքը, շենքին քարերը, շենքին երևույթը չէ։ Այն դեղն է ուր փրկությունը լա եւ Հիսուս այն գոչե փրկության դուն եկեղեցին փրկության դուն է սիրել եղբայրս եւ քույրս եւ այս ծրագրի մեջ կուզեմ այս մեկը ասել որ երբ կսեմ ցեզի որ եկեղեցին փրկության դուն է Տուն եւ քեզ մե յուրաքանչյուրը այդ ծրագիրը այդ պլանը իրականացնելու մեջ մեծ բաժին եւ մաս ունի Ինչպես կրնա լալ եկեղեցին փրկության դունը լա, եթե ես իմ ագանչս կոծեմ Հիսուսի բատվերին, որը սավ կացեք եւ ավետարանը կարոզեցեք։ Ինչպես կրնա լալ այս դունը ծննդավայրը լալ, հոգևոր մայրանոցը լալ, թակավորության մայրանոցը լալ, եթե մենք երթալով մարդոց Աստծո խոսքը չփոխանցենք եւ չվգայենք։ Գիտեք, գսկամ թույլություն մգա մեր մեջը
Քրիստոսի բարի լուրը մարդոց հետ կիսվելու։ 21-րդ դարու եկեղեցին շատ թույլ է։ Չեն գուզեր մենք ալլալ։ Նոր կյանք Փրկության դուն է եւ անոր համար քեզի հետ քնայ է մարդիկ հրավիր է լավ է որ գուքաս լավ է որ գիրագի արդուները բաշտամունքի ներգայես բայց եթե հետդ մարդ չբերես եւ այս մայրանոցը չբերես հոգեվոր ծնունդ պիտի չլա քնայ է մարդոց գիսվիր այնինչ որ ասված քու կյանքիդ մեջ ըրավ քեզ փոխեց քեզ նորոգեց քնա գիսվիր եւ հրավիր է որ մարդիկ կան Այս փրկության դունը ունենալու համար նոր կյանքը ամեն մեկս մենք բաժին ունենք։ Գիտեք երեք կարևոր դուներու մասին պիտի խոսիմ այսօր առաջինը փրկության դունն է։ Եվ ասոնք այս մեկը իրականանալու համար վկայության զորության պետք ունիս։ Սուրբ Հոգին լեցունությանը պետք ունիս քաչ վկա ըլլալու։ Գիտեք երդասարտներ, երդասարտույներ գքաչալերեմ ցեզի։ Մանավանդ որ ծեր անգլերենը շատ լավ է եւ գրնակ հստակ կերպով անգլերենով խոսիլ։ Երբ կմտնեք ովևէ մեկ դեմը քնումի բիտ մտնակ ծեր առաջին նպատակը քնումը թող չլա։ Ծեր առաջին նպատակը ինչպես կրնամ խոսքը այս անցին, այս ցախողին, այս կովես անցնողին հասցնեմ։ Մարդիկ այսօր խոսքին պետք ունին։ Կացեք շոփինգներուն եւ տեսեք մարդիկ ինչպես ընկճված նստած են, հուսը հադած նստած են։ Գահավանամ որ եթե քու մեջը այս փրկության դան նախանցախնդրությունը գա, ցավ քաշելու այս բանը գա, իրավիճակը գա, քեզ երթարոնդեղ միան քնում մնելու, գերտաս առաջ թակավորությունը դարածելու, առաջ թակավորությունը հաստատելու։ Եկեղեցին Պետք է վերաթարնա առաջին տարու եկեղեցին Բողոս Արաքյալ գսե ցեզի համար ծննդական ցավ գքաշեմ անոնք որոնք մայր են գիտեն այս փորձառությունը Բողոս Արաքյալի ծննդական ցավը մշտադեվեր հոգևոր ծննդական ցավ քաշելու իրավիճակ մգա պիտի հարցնեմ որու սրդի մեջ կա այս վիճակը Հիսուս այս դունը շինեց Փրկության դուն, այս դունը շինեց ծննդավայր հոգևոր բոլոր մարդոց, որբեսի մարդիկ հոգիով ծնանին։ Եվ միակ մայրանոցը, որ երկինքը գվավերացնե, Աստծո դուան փրկության դունն է։ Երկինքը անիգա է որ գվավերացնե։ Հիսուս դարձավ եւ այս Անցին Զաքեոսին ասավ այսօր այս դան մեջ փրկություն եղավ։ Փրկություն եղավ։ Մենք երեք կարևոր դուներու մասին պիտի խոսենք։ Եվ հետաքրքրական է որ մեր եկեղեցին երեք հատ այսպես ցցուն դեսանելի սյուներ ունի։ Ամեն մեկ եկեղեցին սյունիմը բատկերացումը պիտի անեմ։ Եվ այս սյուներուն վրա թղթիկներ փակած են։ Չեմ իհատ երորդ ոնդեղեն ինգազ է արդյոք։ Հա? Դու նանեցիր։ Okay, ետ կտնենք վնաշունի։ Այս դուներուն վրա, այս սյուներուն վրա թղթիկներ կան եւ թղթիկներուն վրա գրված է ամեն մեկ սյունին անունը։ Եվ պաշտամունք եմ վեճ ցեզ մեկ խնդրան գսայն է։ Որ կակ եւ ինչ որ բատկամը լսեք, այս երեք սյուները մեկը ընդրեք։ Եվ ասեք որ ես կուզեմ այս սյունին վրա իմ անունս գրել։ Առաջին սյունը փրկության սյունն է, ան որ նախանցախնդրություն ունի իր մեջը, ցավ գա հոգիներու համար, շուրջը գտնվող մարդոց համար։ Երբ անոնք շարան թժող կերտան, եւ քու սրդիդ մեջ ասես բզդիկ ցավ քաշելու այդ սկզբունքը ըլլա ցավ քաշելու այդ իրավիճակը ըլլա որ դեսնես որ մարդիկ թժող կերտան փանտ երթան յետկելեն թժող կերտան վերաթար չի գա մենք ուզենք որ այս դունը փրկության դունը լա եւ ոչ ուրիշ դուն ամեն քույր երեխաներ
հոգևոր ծննդավայրը լա, հոգևոր մայրանոցը լա, եւ մարդիկ կան եւ այստեղ Աստծո խոսքը լսեն, իրենց կյանքը Հիսուսին տան եւ միանան եկեղեցին։ Ամեն։ Հալելույա։ Եվ երկրորդ գարտանք Մատթեոսի մեջ այս անգամ 21-րդ գլխում մեջ։ Երբ Հիսուս հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ մտավ Ձագազարդի օրը, երբ եկավ եւ դաջարը մտավ եւ նայեցավ, որ դաջարի մեջ ամեն տեսակ արևդուր գնեն, գենթանիներ գծախվին, որբեսի զոհ մատուցվի, լումայա փոխեր կան, բանկաներ կա, CBA section-ը արերը, NAB section-ը արերը, Westpac-ը ուրիշ անգույն արերը, գերտաս կուտրամդ կուդաս կեզի Australian dollar կուդան, որբեսի կնում ընես։ Շատեր հակուստեղ են, շատեր ուդեստեղ են պերեր և արև դուր գնեն։ Երբ Հիսուս տեսավ, նայեցեք, ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ Հիսուսի նրածը հոնդեղը։ Իմ հասկացած, իմ ջանցած Հիսուսս ինչպես կրնա ասանք պամը ընել, չեմ հասկացած մինչև հիմա։ Հավանաբար երկինք երթամ հարցումներես մեկ իրեն ասի ելա։ Գսե արավ բարանը ինքը խարազան շինեց գսե։ Խարազան շինեց։ Եվ սկսավ այդ սեղանները եւ աթոռները զարնել եւ գդրել եւ փոլորը կեդին եւ վդարել գենթանիները այդ եկեղեցվո սրահեն կամ եկեղեցվո կավիթեն։ Եվ հոն խոսք մսավ, գեիշեք ինչսավ։ Կրված է որ աղոտքի դուն է։ Ինչի դուն է, աղոտքի դուն է, կրված է, որ իմ հորս դունը աղոտքի դուն բիդլա, երկրորդ դունը, որ Հիսուս կուզե, որ նոր գյանքը ջանցված լա, որպես աղոտքի դուն, առաջինը փրկության դուն, երկրորդը աղոտքի դուն։ Եվ գուզեմ այստեղ սիրելի եղբայրներ եւ քույրեր, իմ անգես սրտիս արդահայտությունը ցեզի։ Գուզեմ որ բոլորդ լավ հասկանաք, որ մեր եկեղեցու մեջ ամենեն կարևոր պաշտամունքը, ինչ որալ ունենանք դեսագավոր պաշտամունքներ, ամենեն կարևոր պաշտամունքը աղոտքի պաշտամունքն է։ Եվ ես կտեսնեմ, որ ամենեն զարնված պաշտամունքը աղոտքի պաշտամունքն է։ Երբ աղոտքի գսենք եւ աղոտքի հրավեր կտանք, կտեսնեմ որքան Ցեզ մեզ շատերը բաճարներով եւ բաճարապանություններով չեք կար։ Նայեցեք սիրելիներ, ցեզի մեկ բան ասեմ։ Եթե այսօր աղոտքի պաշտամունք կա եւ շատեր բացակայեն, բաճարները մեկը որ գրնամ ցեզի հանկիս խղճով ասել։ Հանկիս խղճով։ Որտեղ քո անձնական կյանքի աղոտքի կյանքդ առողջ է։ Չես կրնար հավաքական եկեղեցին աղոտքին ներգա ըլլալ եւ քու անձնական աղոտքիդ մեջ խախտում ներգա։ Եվ քեզի ասեմ։ Աղոտքի եւ մենիկ բահի կարեւորությունը, այսինքն աղոտք եւ աստվածաշունչ կարդալ, երկու կողման է։ Խոսի Աստծո հետ եւ Աստված հետս խոսի։ Մենիկ բահի կարեւորությունը սատանան ամեն հավատացյալներեն ավելի լավ գիտե։ Քեզ եւ ինձ մեջ շատ ավելի լավ գիտե որ մենիկ բահը որքան դարբերություն գնե իր բոլոր ծրագիրներուն խախտման մեջ, իր բոլոր ծրագիրներուն ցախողության մեջ։ Անորոմար առաջին հարվածը չեմ գիտեր ինչ բաներ գբերը կյանքիդ մեջ, չեմ գիտեր ինչ բաներ գստեղծեք ու կյանքիդ մեջ, մեկ բան իրեն համար կարևոր է։ Ինչպես կրնամ քեզ ինձ եւ մեզ մեր յուրաքանչյուրը աղոտքի մենիկ բահի այդ ժամեն դուրս անել։ Մեր այդ սենյակը բարբել։ Մենիկ բահի սենյակը բարբել։ Երբ որ կբարբե, քեզի ասեմ շատ թյուրուն է քեզ հերու բահել եկեղեցին։ Ոչ ախորժակ ունիս քալու աղոթելու, ոչ ախորժակ ունիս քալու փարապանություն ունելու, ոչ ախորժակ ունիս եղբայրներուն հետ հոգևոր հաղորդակցություն ունենալու, որովհետև մենիկ բահը խախտված է, վնասված է։ Անորոմար նայեցեք սիրելի եղբայրներ եւ քույրեր, գուզենք որ այս եկեղեցին աճի եւ մեզնա։
ձունգեր պետք են, որոնք կգրտնեն Աստծո առջև եւ կսկսին աղոթելու։ Մենք չենք ուզեր մնացյալ եկեղեցիներուն նման հայդակիրներով, բարահանտեսներով, երկահանտեսներով ժողովուրդ հավաքել։ Բիդի մերժեմ, որքան այդեմ, որ աս կյանքի մեջ գաբրիմ եւ Աստված ինձի կյանք տված է, մեր սկզբունքները, մեր ցևերն ու գերբերը անոնք պիտի չլան։ Մենք մարդիկ պիտի չհրավենք entertainment-ի շնորհիվ։ Մենք պիտի հրավիրենք մարդիկ աղոթքի գրտնելու եւ ձուն կրտնելու, արցուն թափելով եւ դերոճմե խնդրելու, որ դեր մեզ զորություն դուր, երթանք մարդոց հետ խոսենք եւ վգայենք։ Եվ աղոթքի դան մեջն ես, զորության մեջն ես, եւ երբ զորություն ունիս վգայես։ Եթե վգաչես, զորություն չունիս։ Եվ որ Սուրբ Հոգին ձեր վրա կասավ, զորություն պիտի առնեք, եւ ինձի համար վգաներ պիտի լաք։ Աստծո դունը նոր կյանքը աղոթքի դուն պիտի գոչվի։ Փրկության դուն պիտի գոչվի եւ նաեւ աղոթքի դուն պիտի գոչվի։ Ամեն։ Եվ երրորդ եւ վերջին աս երեք սյուները լեցնենք այսօր։ Հալելույա։ Ողորմության դուն պիտի լա։ Նոր կյանքը Քրիստոսի փափակած եկեղեցին ողորմության դուն է։ Ինչս էլ գուզեմ։ Ինչ սել գուզեմ ողորմության դուն։ Երբ որ գարտանք այս անգամ Հովանու 5-րդ գլուխը, գահանտիվին Հիսուս գնաց գսե դաջարը եւ յետևը Փեթեստայի ավազանը գար գսե։ Եվ հոնդեղ անոր շուրջը հիվանդներ բարգած էին։ Եվ հրեշտակը ժամ առ ժամ գուքար եւ գխարներ։ Եվ ով որ անոր մեջ առաջինը նետվեր, Աստվածային հրաշքով կբժշկվեր։ Հիմա այդ հիվանդները շատ կարևոր բան ունեին անելու, որ միշտ սկուշը լային, արթունը լային, սպաղչը լային, որ երբ որ տեսնեմ, որ ջուրը շարժելու սկսա, ով որ առաջինը գերտար, վստահ եմ, ես այդպես կխորիմ, հազիվ ջուրը խառնվի, 100 հոգի կվազեին կարելի ջուրի մեջ կնետվեին, բայց միան մեկ հոգի կբժշկվեր։ Ամենեն առաջին մտնողը։ Գիտեք Փեթեստան ինչ կնշանակե։ Ողորմության դուն։ Ողորմության դուն։ Այն Փեթեստան, որ 2000 տարիներ առաջ Հիսուս կհիշադակե խոսքի մեջը, որ Երուսաղեմի դաջարին մեջն էր, այդ ավազանը, այդ Փեթեստայի ավազանը արիտ կուդար միայն մեկ հոգի, երբ որ խառնվեր, որբեսի բժշկվի։ Հիսուս Քրիստոսի այս խաչի մահվան շնորհիվ սիրելներ ողորմության դունը վերածվեցավ Աստծո դունը։ Այն դունը, որ ինքը հիմնեց եւ հաստատեց, զանիկա գոչեց ողորմության դուն, որբեսի ամեն ով որ կա, ոչ թե միայն հոգիով փրկվի, խոսեցանք Վերստին ծննդյան մայրանոցի մասին, եկեղեցին մեծակույն հիվանդանոցն է թագավորության։ Երկնքի թագավորության հիվանդանոցը եկեղեցին է, ողորմության դուն գոչվեցավ անիկա։ Եվ գիտեք սիրելիներ, այսօր շատ մը հիվանդանոցներ կան, որ անձնական են, pedagogan հիվանդանոցներ կան, անձնական հիվանդանոցներ կան։ Երբ որ անձնական հիվանդանոցը գերտաս, գտեսնես թերևս քրասենյակի մեջ լայսենսները բժիշկը որ այդ հիվանդանոցին դերն է իր լայսենսները բժշկական լայսենսները եւ գիտես որ այս հիվանդանոցը ակտիվ է չնայած որ բժիշկը հոն չէ գրնալալ որ մեծակույն բժիշկը, այսինքն դերը հոն չէ, բայց ունի իր ցերքին դակ շատ բժիշկներ, շատ նրսեր, որոնք երբ որ հիվանդները գուքան, գտիմավորեն, գփուժեն զանոնք եւ կարողացնեն եւ հետ կվերադարձնեն։ Գիտեք ինչ է հետաքրքրականը սիրելիներ։
Ֆիզիկապես այս հիվանդանոցին դերը ֆիզիկապես մեր մեջ չէ։ Ողորմության դան բժիշկը ով է։ Հիսուս Քրիստոսը։ Ֆիզիկապես մեզի հետ չէ։ Եթե ուզես բռնել իրեն շոշափել մեզի հետ չէ։ Բայց որովհետև ինք ունի բոլոր բժիշկներուն վրա որպես բժշկաբեդ լայսենս, քեզի եւ ինձի դվավ այն իրավասությունը, այն իշխանությունը, որ մենք երբ որ սկսենք աղոթելու ցեք տնենք հիվանդներուն վրա եւ իր խոսքին սկզբունքներուն համեցան յուղով օծենք, այդ հիվանդը կբժշկվի Հիսուսի անունով։ Եկեղեցին ողորմության դուն է, որբեսի բոլոր ոչ թե միայն հոգիով հիվանդները կալով վերստին ծնունդ ունենան, հաբա բոլոր անոնք, որ ֆիզիկապես, մարմինով հիվանդ են, ներքին դիպրեշններու մեջ են, անոնք կան և երեցները, և սարգավակները ցեք տնեն, աղոթեն, հրճագեն և յուղով օծենք և Հիսուսի անունով բժշկությունը լա։ Մենք բարահանտեսներ պիտի չսարքենք, երկիչներ պիտի չհրավիրենք, սեղաններ պիտի չգարքենք և վրան խմիչներ ու դեսակները և մարդիկ ուդեն խմեն կինոմնան և սկսին ելել բարելու ծատկելու և ով է գազմագերբողը։ Եկեղեցին։ Մենք պիտի գազմագերբենք որ այս դունը լա փրկության դուն եւ բոլոր անոնք որոնք կան հոգեվոր ծնունդ ունենան ամեն մենք պիտի գարքենք եւ մենք պիտի աշխատենք որ այս եկեղեցին նաեւ լա աղոթքի դուն որ կանք եւ ձուն կրտնենք իրարու հետ եւ սկսենք աղոթելու ամեն կոծտրներ կրնան բացվիլ եկեղեցին աղոթքին արչեւ ոչ մեկ բան կրնագենալ ցեզ օրինակ մտամ Առաջին թարու եկեղեցի մեջ Հակոբոսը եւ Պետրոսը ցերպակալեց կսե Հերովտեսը Հակոբոսը կսե սրովը սպաննվեցավ Գիտեք ինչու համար սրովը սպաննվեցավ Որտեւ չենք կարդար որ եկեղեցին գաղոթեր Հակոբոսին համար Չենք կարդար Երբ որ Պետրոսը ցերպակալեց եւ երբ որ Հերովտես տեսավ որ հաջելի եղավ որ Հակոբոսը սրովը սպաննվի ծրագրեց որ Պետրոսին ալ նույնը անե Եկեղեցին հոն արթնցավ Ինչ Պետրոսն ալ գործընծնենք Ցերից տանք Պետրոսնալ սկսան աղոթելու եւ սկսան աղոթելու եւ որ երկրի վրա եկեղեցին աղոթելու կսկսի երկինք շարժելու կսկսի Աստված իր այս շաբիգին բաները կգա այսպես ասեմ ցեզի կսոտե ցեզի ասան գսեմ Որչապ գաղոթեք ցերկերս ավելի վեր կսոտեմ գսե եւ որքան դուք գաղոթեք եւ ես ցերկերս վեր կսոտեմ այնքան կրնամ միջամդել ամեն բանի մեջ նույնիսկ ծրագրված ալլա որ Պետրոս պիտի սրովը սպաննվի ես իմ հրեշտակս կղրգեմ եւ թռները կփանամ եւ անիգա գելլե այնտեղեն որպես թե ոչ մեկ բան բադահած Երբ որ եկեղեցին գիտե աղոթելը Եղբայրն ազու քիշեր է մութ է քիչ բաղ է օդը քիչ անցրևոտ է քիչ մդակ է գիտեք ասոն փոլ դունս քիչ հերու է հերու լալով չեմ գրնար նայեցեք եղբայրներ քույր սա 21-րդ թարու թուլության հոգին է ինձի ուրիշ պատճառաբանություններ մի ասեք Այս չաբսպաղը լալու թող արիթմը լա, այդ արիթին ներգա գլանք։ Բայց երբ որ եկեղեցին աղոթքի ժողով կգարքե եւ կսարքե, դժբախտաբար գեսեն ավելի ժողովուրդը բացակայ է։ Եթե 3 օրեր գնենք, 5 օրեր գնենք, ամենեն շատ մեկ անգամ գայցել ես, որբեսի ներգա լաս եւ դեսնե, հովիվը դեսնե որ դու ներգա ես։ Բայց հովիվը դեսերը չդեսած ինչ օգուտ։ Ես չեմ ցեզ մաժի բանջողը։
աղոտքի դուն, entertainment-ի դուն չէ, բարահանտեսներու դուն չէ, զվարջա վայր չէ եկեղեցին աղոտքի դուն է, հալելույա, միշտ ասոտեմ, հալելույա, որբեսի գիտնակ, որ ասված լուր չէ, որ աղոտեք, հալելույա, պարկ է Սուրբ անվանը, հալելույա, և ողորմության դուն է, որովհետև Ցեզիս եմ շատ ներգա հիվանդանոցներում մեջ անգարող են բժիշկներ հիվանդները բժշկելու, բացի ողորմության դունեն, ողորմության դան մեջ ամեն հիվանդություն կբժշկվի, որովհետև Հիսուս Քրիստոս ինքն է բժշկաբեդը այս դան, և բոլոր անոնք, որոնք հավատքով գուքան բժշկություն գարնեն, հալելույա, այս սյունին վրա կրած եմ ողորմության սյունը, այս սյունին վրա կրած եմ աղոտքի սյունը և այդ սյունին վրա կրած եմ երրորդը փրկության սյունը։ Հիմա պաշտամունքեմ վեճ, առաջ որ երթաս եղբորդ քրոջդ խոսիս ավոր համով հյուրասիրություններ ուդես, յետևը մենք այնտեղ մելան ունենք, մադիդ ունենք, աղոթե դերս է, որ մեկ սյունին վրա գուզես, որ ես իմ անունս կրեմ։ Բիդի խնդրեմ, որ անունիդ կրես։ Եթե փրկության սյունը ընտրեցիր, պատրաստ եմ քեզ մարզելու ինչպես կրնաս երթալ մարդոց Աստծո խոսքը վկայել։ Պատրաստ եմ ցեզի ուսուցում տալու եւ ասելու թե ինչպես պիտի գարենաս մարդոց հետ խոսիլ։ Եթե դեսնես օդար գրոնքի պատկանող մեկը ինչպես պիտի խոսիս։ Եթե հանդիպիս մեկումը, որ գրոնասեր է, religious է, ինչպես պիտի խոսիս անոր։ Եթե դեսնես մեկը, որ աթեիստ է, չի հավատար Աստծո գոյության, ինչպես պիտի խոսիս։ Ասոնք բոլորին համար ես պատրաստ եմ ցեզ ուսուցում տալու, որբեսի երբ երթակ է մարդիկ քո արջևդ ելնեն, ունիս փապակը, երբ մարդիկ մեղավոր են եւ շատ մեղքի մեջ են, ինչպես պիտի մոտենաս։ Մարդիկ կան, որ շատ փարի են եւ կհավատան, որ իրենց փարության շնորհիվ երկինք պիտի երթան, ինչպես պիտի վկայես։ Եթե չես գիտեր եւ չես սորված, եւ ամենում մեկ տեսակ կվկայես, քեզ ասեմ, պիտի ցախողիս, պիտի չգարենաս նպատակիդ հասնել։ Անոնք որոնք գսեն, որ ես պատրաստ եմ Քրիստոսի խոսքը վկայելու, Քրիստոսի խոսքը տալու, փրկության սյունին վրա անունդ կրե։ Անոնք որոնք գսեն, եղբայր, հովիվ ես պատրաստ եմ աղոտքի ձուն կրկնելու, ցեզիս եմ սիրելներ։ Մենք այսպես շրջան առ շրջան աղոտ կնենք, բայց շատ ուրախ եմ, որ մեր երդասարտներում մեջ աղոտքի արթնությունը սկսավ։ Ղեկավարությամբ Նարեգին։ Եվ ինքը երդասարտներու լուր գուտա, որբեսի կան եւ իրարու հետ հավաքվին։ Ես պիտի քաչալերեմ բոլոր անոնք, որոնք երդասարտ են, երդասարտուին են, նույնիսկ եթե չափահաս ես։ Եթե գսկաս, որ այսօր գոչում ունիս դերոճմեն, քալու եւ միանալու, նայեցեք աղոտքը եւ աղոտքի մեջ կենալը բարգեւի գարիք չկա։ Բարգեւի մը պետք չունիս, միան գուքաս եւ գմիանաս եւ գսկսես աղոթելու աս երդասարտուիներուն հետ։ Ողորմության սյունը, երբ մենք կգենանք այստեղ ժամանակ առ ժամանակ աղոտ կնենք, սարգավակները ցեք կտնենք աղոթեն, գիտեք սա էլ ասեմ ցեզի, որ ամսվա վերջին գիրագին ամեն անգամ բժշկության եւ ազատագրության գիրագի բիդելլա։ Այդ ամեն ամսվա վերջին գիրագին մենք պաշտամունքեն վեճ պիտի գանքնենք եւ աղոթենք յուրաքանչյուրիդ համար։ Ով ինչ գարիքներ ունի, ֆիզիկական դժվարություն, ներքին դժվարություն, հուսահատություն, ընկճվածություն, ամեն բանի համար պիտի աղոթենք։ Ողորմության դունը եւ սյունը գանքում պիտի մնա այս եկեղեցի մեջ։ Փրկության սյունը, աղոթքի սյունը եւ ողորմության սյունը։ Երեք սյուներ են։ Եվ ցեզի ինչ որ լսած եմ 100% վստահ չեմ, բայց ինչ որ լսած եմ։ Երանգույնը ամենեն զորավոր
բանն է, ցևն է, քարագուսին, քարանգյունը, որ 4 անգյուն է, երանգյունը ավելի զորավոր է իր գազմվածքի մեջ եւ մենք աս 3 սյուները եկեղեցի մեջ պիտի տնենք այսպես Գարձես մեր երրորդություն Աստծո մեկ խորհուրդը գանոր մեջը Հայր Որդի եւ Սուրբ Հոգի Եվ այս 3 սյուները որքան ադեն որ գանկուն կմնան մինչև Քրիստոսի քալուստը նոր կյանքը իր արաքելության մեջ կմնա խոսքի մեջ կմնա Ճշմարտության մեջ կմնա գահամացան ենք քուրեր եղբայրներ Պատրաստ ենք իրարու ցեքցեքի դալու Պատրաստ ենք օգնելու մեր բաժինը բերելու հաջեցեք եկեղեցին որպես սկրին մի թիդեք մի նայեք էկրան չէ մենք եկեղեցին չենք թիդեր ունգընթիր եւ ագանադես լալու չենք եկած մենք եկած ենք անոր մեջ մեր բաժինը բերելու ամեն մեկերնից մեզ մե բահանջված Աստծո գոմանը քեզ մե բահանջված բարդականություն կա Գամ ծնար եկեղեցի մեջ եւ ընտանիքին զավակ եղար Գամալ եկար եւ միացար երբ փրկված էիր եւ եկեղեցին մարմին անդամ եղար եւ հիմա այս եկեղեցին գանկում բահելու համար որբեսի երբեք չաստմինք մենք ուրիշ եկեղեցիներեն Ոևէ մեկ մարդահրավեր որ գուքա գտեսնենք Գիտեք եւ գնեն եւ նկարները գտնեն եւ Facebook-ի վրա ամեն տեսակ նկարները կհրճագեն Ինչ քեֆ ունեցանք ինչ լավ ժամանակ անցուցինք Մեր քեֆը գիտեք ուր է Իր ներկայության մեջն է Մենք հոս քեֆ կնենք Եվ երբեմն երբ որ մենք մեր փարապանության ընթացքին գծատկենք, գծապենք, մարդիկ կսեն ինչ է ասոնք, ինչ օդար բաներ գնեն։ Գիտեք օդարը ցերը ռածն է։ Օդարը ցերը ռածն է։ Մեր ռածը հարազատ է։ Երբ մենք կուքանք ուրախանանք, որու արչև, մեր ստիրջիչին, մեր թակավորին, մեր դերոջ արչև։ Այս եկեղեցին շինողը Հիսուս Քրիստոսն է։ Փացումնողը Սուրբ Հոգին է։ Հալելույա մենք իր կորձավորներն ենք Employee-ներն ենք մենք իրեն Մեզ գանչած է ոմանց որբեսի երթանք եւ խոսքը կարոզենք վգայենք եւ մարդիկ բերենք ուրիշներուն դված է աղոթքի հոգի ձուն կրկնելու դերոջ արչև գենալու ուրիշներուն դված է ճաշտոն ցեք տնելու աղոթելու եւ զորությունով հրճագելու բժշկություն եւ առողջություն բոլորիս համար անպայմանորեն աս 3 սյուները մեկ հատի մեջ դեղ ունենք Չլա չարը խորուրդ տա եւ ասե որ դու աս 3-ին ոևէ մեկում մեջ դեղ չունիս Չլա Անիգա չարեն է Քնտրանքս է Եթե այսօր գկրես վստահես որ դերը հետ խոսեցավ եւ գսես որ այսօր ես գուզեմ անունս կրել կրե Մինչեւ կալ գիրագի աս թուղթերը հոսպիտը մնան Եթե գերտաս շաբթվա ընթացքին գաղոթես եւ դերոջ առաջնորդությունը կստանաս եւ դերը քեզի գահիտնեսելու որ սյունին վրա կո անունդ կրենք Գիտեք ինչու սյուներու հասկացողությունը գիշեմ որտեղ որ քաղաքացիս նամակ երկրորդ գլուխը կփանանք կգարտանք հոնդե շատ հետաքրքրական խոսքը գա գսե Հակոբոս Պետրոս եւ Հովաննես որոնք եկեղեցվո սյուները համարված էին Հակոբոս, Հովաննես, Պետրոս, ասոնք մարդեն եւ քաղաքացիս նամակի մեջ Պողոս առաքյալ գսե ասոնք գարտամ ցեզի որբեսի հստակ լացեզի քաղաքացիս երկրորդ գլխուն 9-րդ համարը գսե ու երբ ինձի դրված շնորհքով քիցան ու Հակոբոսն ու Գեփասը Պետրոսն է եւ Հովաննեսը որոնք սյուներ սեպված էին ածերքենին ինձի դվին ինձի ու Բարնաբասին ինշան հաղորդակցության որբեսի մենք հետանոսներու մեջ երթանք Հակոբոսն ու Գեփասը եւ Հովաննեսը որոնք սյուներ սեպված էին ես կուզեմ այսօր քեզի բամը ասել քաչալերելու Թուն գանչված է սյունը լալու Եվ սյունի նման սեպված ըլլալու Եվ եթե այնպես է այս սյուները մեկ ադին վրա կու անունըտ կրե Եվ ասե ես կուզեմ նոր գյանքի բրիկ մը մի ըլլարյա Հաջիս Երկու սյուները իրար միացնող
Միլար, որտեղ վրա ձեպ կուկա եւ ոչ ալ գլդեսնվից գերևից։ Բայց սյունը նույնիսկ չերևիր, ամեն մարդ գիտե որ այս սյուները կան, չէ՞։ Որան ոչ չաբա ձեպեն, ոչ չաբա բրիկ շարեն, սյուները եթե չլա, շենքը չի գանկնիր։ Արաստաղ եթե բիդելա նվազակույնը 3 սյուն պետք է։ Նվազակույնը։ Գիտեք, արքիտեկտորալ ունին գոստերը գրնան մեզի օգնել այս ուղությամբ։ Եվ այս 3 սյուները եկեղեցին սյուները բիդելան։ Մենք Տիդողը լալե թատրիր։ Գպավե տիդելու այդ հասկացողությունը, երթամ նայմ այս գիրագի ինչ պիտի ըլլա։ Այդ սիզոնը վերջացավ։ Այդ եղանակը վերջ կդավ։ Հիմա ես ինչպես կրնամ իմ անունս այս սյունին վրա կրել։ Եվ գրնամ այս եկեղեցին գանկում մնալու մեջ, չաստվելու օդար եկեղեցիներու, ասեմ ցեզի, ոչ սպոսավայր բիդելլա, ոչ ալ վաճառադում բիդելլա եկեղեցին։ Բիզնեսի ալ բիդի չի վերածենք, հոս արև դուր բիդի չլա։ Աստեղը արնել դալու և բիզնեսնելու և Թրամփ շահելու դեղ չէ։ Ամեն մարդ իր բիզնես ունի, թող աշխատի, թող շահի։ Եկեղեցին ոչ, սիրելներ։ Մենք այստեղ թագավորությունը պիտի հաստատենք, թագավորությունը պիտի դարածենք։ Եվ ասույները որքան ադեմ որ գանք ունեն, ծեր շնորհիվ մենք կշարունակենք այս մեկը։ Ասեմ ցեզի, որքանալ լավ հովիվ ունենաք, որքանալ հոգիով լեցված հովիվ ունենաք, եթե մինագը մնա, փամը չի գնարնել։ Ցեզ ասիկա վգայեմ։ Ես մինագս փամը չեմ գնարնել։ Մինչև որ կա ցեք տակ ինձի, եւ ասեք եղբայր հովիվ ես ցեզ հետ եմ։ Ամեն։ Ամեն։ Փամը արին գայսոր։ Հալելույա։ Արիթը դամ այսպես, թող Սուրբ Հոգին օգնե որ գարենաս ըմբռնել, հասկանալ, թող ասոնք բոլոր այսպես քու բոլոր էյությանդ մեջ դեղ կրավելու աշխատանքի մեջ ըլլա։ Մտքիդ մեջ են թող քու կանցադունդ իշնա, խորքերդ իշնե։ Սեփականացուր խոսքը, որ այսօր լսեցիր, սեփականացուր։ Ասե այո ինձի է դեր։ Գուզեմ անիգա իմ կյանքիս մեջ, հալելույա, հալելույա։ Ցույց տուր ինձ ով դեր, գիտնամ որ սյունին մեջ գարենամ իմ անունս քրել ով դեր, որ սյունը գրնամ գանքուն բահել ինձի դված շնորհներովդ։ Այսպես աղոթ է, ով դեր ինչպես գրնամ այս սյունը գանքուն բահելու մեջ իմ չանկս և իմ լավակույնս ընել։ Ցեզիս եմ, այս 3 սյուներեն ովևէ մեկ սյունը եթե փլի մենք կսկսենք թեքվելու ուրիշ ուղղությամբ։ Եթե հիմա աղոթքի այս սյունը թող փշրվի, եկեղեցին սպոսավայրը կվերածվի։ Եթե փրկության սյունը փշրվի եւ կանթվի, հոգիներ չփրկվին, կալ սերունդ, մյուս սերունդ ամենը գերտան։ Անցաները հովիվի մետ խոսեի, իրեն եկեղեցի վրա հովիվ գարկած են։ Ասի ով են անդամներդ, ինչպիսի են։ Ասա որ 30 հոգի ունիմ եւ ամենը 70 վեր են։ Էսի Ասավ ասոնց զավակները ասավ ժամանակին եկած են, բայց որտեվ եկեղեցի մեջ չեն կդազան ինչ որ պետք է գտնեն, բոլորը ցկեր եւ կացեր են։ Եվ աս սերունդը մնաց։ Ասի նոր եկողա չէ։ Ասի ինչ կգարձես, ասավ երկար չէ եկեղեցին կյանքը։ 10 տարի, 15 տարի, 20 տարի։ Մենք չենք ուզեր այսպես լալ քույրեր եղբայրներ։
Մենք չենք ուզեր այսպես լալ։ Եկեղեցին ձեռանոց պետք է չլա։ Եկեղեցին ամեն տեսակ, ամեն տարիքի պատկանող անձերու ներկայությունը պետք է լա։ Ինչ որ մեր եկեղեցին ունենք։ 1 տարեկանեն ունենք մինչև 80+ տարեկան, փառք իր Սուրբ անվանը։ Եվ պիտի շարունակվի։ Ամեն։ Հալելույա, փառք իրեն։ Շնորհակալ եմ քեզ ով դեր։ Տուն ով դեր հիանալի ես քու խոսքերուդ մեջ։ Տուն դեր գենթանի ես քու բոլոր պատկամներուդ միջոցով։ Եվ դեր գահավատանք, որ այսօր եկեղեցի դեր հadouk խոսք ունիս եւ խոսեցար ով դեր։ Կարճեվդ կգենանք եւ գսենք դեր գուզենք դեր եկեղեցիդ եւ եկեղեցիդ մեջ մեր բաժինը բերել։ Գանքում բահելու այս հոդը քու շնորհքով ով դեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր Հիսուս։ Thank you Lord. Հիսուսի անունով գաղութեմ։ Ամեն, հալելույա, փառք իր Սուրբ անվանը դեր օրհնե բոլորդ եւ բոլորանուն, որոնք մեզի կհետևին, շնորհքը ձեր բոլորին հետ։ Ամեն։